Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի քաղաքական ու հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչները մեկ տեղում նշում են Հայաստանի անկախության տարեդարձը, բարձր գնահատելով Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու Միացյալ Նահանգների տարբեր բնագավառներում հայերի բերած ավանդն ու դերակատարությունը։ Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի կառավարիչ Մայքլ Անտոնովիչը բարձր գնահատելով հայ համայնքի հետ հարաբերությունները ուրախ է տոնական օրը հատուկ պատվոգիր հանձնել Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսին եւ անել հնարավորը ապագայում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Միացյալ Նահանգների ու Լոս Անջելեսի զարգացման գործում հայերի ունեցած դերը չափազանց մեծ է։ Կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում հայ մասնագետները իրենց գիտելիքներով հրաշալի օրինակ են եղել բոլորի համար։ Հայերը իրենց միասնականության շնորհիվ կարողացել են պատմության տարբեր փուլերում հաջողություններ գրանցել։ Շնորհավորելով անկախության օրվա առիթով մաղթում ենք նորանոր հաջողություններ Հայաստանում եւ Լոս Անջելեսում բնակվող հայերին։ Մենք հպարտ ենք Հայաստանի եւ Էստոնիայի հարաբերություններով, ուրախ ենք մեր պատմական ընդհանրություններով, շնորհավորում ենք անկախության օրվա առիթով մաղթելով նորանոր հաջողություններ։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին անկախության օրվա առիթով մաղթելով հաջողություններ եւ զարգացում։ Հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտել։ Ուրախ ենք տեսնել մեր երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացը։ Շնորհավորում ենք Հայաստանին անկախության օրվա առիթով։ Հայաստանը հրաշալի հարաբերություններ ունի Ճապոնիայի հետ։ Բարձր են գնահատում հայ ժողովրդի ունեցած դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Դիմելով ներկաներին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց անկախության տարեդարձը միասին նշելու եւ Հայաստանի զարգացմանը նպաստելու համար։ 24 տարի առաջ աշխարհի քարտեզին նոր պետության անուն գրվեց։ 24 տարին միգուցե բավական երկար ժամանակ է մարդու, բայց կարճ ժամանակահատված է երկրի եւ ազգի համար։ 24 տարիների ընթացքում բավական աշխատանք է կատարվել, բայց երբեք այն ամբողջությամբ գոհացուցիչ չի եղել։ Լեռնային Ղարաբաղում գրանցած պատմական հաղթանակը դա մեր ամենամեծ ձեռքբերումներից էր։ Ցավալի է, բայց մենք հայերս հաճախ ենք քննադատությամբ հանդես գալիս։ Կարծում եմ նախ եւ առաջ մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի, թե ինչ դրական բան է արել երկրի համար։ Հրաշքների սպասելուց առաջ պետք է աշխատենք եւ նպաստենք մեր երկրի առաջընթացին։ Տոնական ընդունելության ընթացքում հնչած ելույթներում եւս մեկ անգամ արժևորվեց անկախության դժվարին ուղին անցած հայ ժողովրդի կատարած աշխատանքն ու անկախությունից ի վեր Սփյուռքի հետ հարաբերություններում գրանցված հաջողությունները։ Ամերիկայի ձայն, Լոս Անջելես։